Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում հարցնում է քաղաքացին հաղորդաշարի 5-րդ թողարկումն է, որը նվիրված է արդարադատության ոլորտին։ Հիշեցնեմ, որ այս ձևաչափը ստեղծված է, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները եւ քաղաքացիները հնարավորություն ունենան ուղիղ կապ հաստատելու կառավարության անդամների եւ ազգային ժողովի ներկայացուցիչների հետ։ Մինչև սեպտեմբերի 21-ը ներառյալ մեր քաղաքացիները հնարավորություն ունեին տեսահարցեր ուղղելու նախարարին եւ ազգային ժողովի падգամավորներին։ Այսօր արդարադատության նախարար Սրփուի Գալյանը եւ ազգային ժողովի պետական իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը կպատասխանեն քաղաքացիների հարցերին։ Մինչ հարցերին անցները արդարադատության նախարարը կանադառնա ոլորտային բարեփոխումներին եւ կանի որոշ արձանագրումներ։ Խնդրեմ տիկին նախարար։ Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, արդարադատության նախարարությունը շարունակում է բարեփոխումների ընթացքը իրեն ենթակա մի շարք ոլորտներում, մասնավորապես դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության, պրոբացիայի եւ քրեակատարողական ոլորտներում, ինչպես նաեւ շարունակում ենք աշխատանքները նոր սահմանադրության տեքստի մշակման շուրջ։ Այս առումով պետք է նշեմ, որ ձեռնարկված եւ ձեռնարկվելիք քայլերը իհարկե բազմաթիվ են։ Դրանք միտված են նախ եւ առաջ ձեր իրավունքների մատչելի պաշտպանություն ապահովելուն, դատավարական գործընթացները օպտիմալացնելուն, դրանք առավել թափանցիկ, հետեւաբար նաեւ ավելի արդյունավետ դարձնելուն։ Այս առումով նախարարությունը մշակել է մի շարք նախագծեր, որոնց մի մասը արդեն քննարկվել է ազգային ժողովի մեր գործընկերների հետ, մյուս մասը առաջիկայում կքննարկվի եւ կներկայացվի հանրության դատին։ Շուտով մենք կունենանք այնպիսի նախագծեր, որոնք ունակ կլինեն ապահովելու ձեր իրավունքների առավել արագ եւ մատչելի իրացումը, մասնավորապես դատական համակարգում։ Նոր նախագծեր ենք մշակում, որոնք սահմանում են դատավարություններում քննության ժամկետ կոնկրետ, որը որ խախտելու պարագայում դատավորները արդյունքում կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության։ Մենք նաև զարկ ենք տվել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը։ Հայաստանում արդեն հաջողությամբ կարող եմ ասել գործում է Հայաստանյան արբիտրաժային եւ հաշտարարության կենտրոնը, որն այս տարվա ընթացքում քննել է 200 արբիտրաժային վեճ եւ 50 հաշտարարության վերաբերյալ գործ։ Իհարկե այս թիվը հետզհետե միտում ունի աճելու։ Հաշտարարության հետ կապված պետք է նշեմ, որ այս ինստիտուտը մեր պետության համար նոր ինստիտուտ է եւ զարգացման ենթակա ուղղություններից մեկն է եւ հանդիսանում է կառավարության առաջնահերթություն այն առումով, որ սա ինստիտուտ է, որը նպաստելու է կրկին դատարանների ծանրաբեռնվածության թոթափմանը եւ այս առումով մենք ներմուծել ենք պարտադիր հաշտարարության մեխանիզմը, որը ենթադրում է ընտանեկան որոշ վեճերով գործերի քննություն հաշտարարի կողմից մինչև կողմից դատարան դիմելու իրավունքի ծագումը։ Այսինքն ընտանեկան որոշ գործերով, որոնք են օրինակ ամուսնալուծության դեպքերը, ալիմենտի բռնագանձման դեպքերը, երեխայի բնակության վայրի որոշման դեպքերը, համատեղ գույքը բաժանելու դեպքերը, կողմը պետք է դիմի նախ հաշտարարին եւ փորձի իր վեճը լուծել հաշտությամբ, նոր միայն չստացվելուց հետո դիմի դատարան եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ յուրաքանչյուր 4-րդ դեպքում, այսինքն գործերի 25-ից 30% դեպքերում վեճը ավարտվել է հաշտությամբ եւ այս ռեֆորմով հույս ունենք դատարանների ծանրաբեռնվածությունը առաջիկայում նվազեցնել 2000-ից 3000 գործով։ Իհարկե քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածության թոթափմանը միտված էր մեր այլ նախաձեռնություն եւս, որը հաջողությամբ իրականացվեց, խոսքը մինչև 2 միլիոն դրամ արժողությամբ դրամական պահանջների քննությունը նոտարներին պատվիրակելու մասին է եւ այս ռեֆորմով հնարավոր է դարձել քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը թոթափել 80%-ով։ Անդրադառնալով նախարարությանը ենթակա մյուս ոլորտներում կատարվող աշխատանքին, պետք է նշեմ, որ ահռելի աշխատանք է կատարվել քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտում, մասնավորապես վերանորոգվել են մի շարք քրեակատարողական հիմնարկներում եղած սենյակներ, ինչպես նաեւ կարանտինային բաժիններն են վերանորոգվել, որոնք գտնվում էին անմխիթար վիճակում։ Մեծ առաջընթաց էր այն, որ կարելի ասել բոլոր հիմնարկներում մենք արդեն ունենք շուրջօրյա ջրամատակարարում։ Գրեթե բոլոր հիմնարկները հարմարեցված են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար եւ ասվածը վկայում է այն մասին, որ մեր գործներ շարունակաբար
բարելավել անազատության մեջ գտնվող անձանց պահման պայմանները։ Ուշադրության է արժանի բժշկական պատշաճ սպասարկման ապահովման միտված ռեֆորմը, մասնավորապես տարիներ շարունակ քննարկված հարցը, որը վերաբերում էր դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկը փակելուն, վերջի վերջո իր տրամաբանական հանգուցալուծումն է ստանում։ Արդեն իսկ առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ Արմավիր քրեակատարողական հիմնարկում մենք բացել ենք նոր ստացիոնար բաժանմունք, զինված շատ լավ որակի բժշկական սարքավորումներով, ուստի կարող եմ արձանագրել, որ այլևս ունակ ենք իրապես պատշաճ բժշկական սպասարկման ապահովել անազատության մեջ գտնվող մեր քաղաքացիներին։ Պրոբացիայի ոլորտում եւս բարեփոխումներ առկա են, այդ ոլորտը բարեփոխումներից անմասն չի մնացել, մասնավորապես վարչական վերահսկողության գործիքի լիարժեք թվայնացման մասին է խոսքը եւ պրոբացիայի ծառայությունում պլանշետների տեղադրմամբ այլևս հնարավոր է լինելու այցելել մատնահետքը թողնելով պրոբացիայի ծառայությունում, այլևս հաշվառվել որպես ծառայություն այցելած շահառու։ Իհարկե բազմաթիվ են նաև վերասոցիալականացման ծրագրերը տարբեր ուղղություններով եւ մշակութային եւ կրթական, որոնք որ շարունակաբար իրականացնում ենք եւ պրոբացիայի շահառուների համար եւ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար։ Մեկ այլ ոլորտ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի մասին է խոսքը, շարունակում է հետևողական քայլերով զարգանալ։ Այս առումով մենք անելիքներ ունենք շատ, որոնք իհարկե պահանջում են որոշակի ժամանակ։ Ես բազմիցս իմ խոսքում նշել եմ, որ նախորդ տարիներին կոռուպցիայի դեմ պայքարող ինստիտուտները այլևս մեր պետությունում ստեղծված են միջազգային ստանդարտներին համապատասխան, ստեղծված են ապահովելու ռազմավարական ուղղություններով սահմանված բոլոր այն պահանջները, որոնք ժամանակին ձևավորվել են եւ հաշվի առնելով միջազգային ստանդարտները եւ նաեւ քաղաքացիական հասարակության պահանջները։ Եվ այս առումով կարիք ունենք այլևս կատարելագործելու այն ինստիտուտների կարողությունները, որոնք մեր երկրում կան, եւ նախարարության աշխատանքը քաղաքականության մշակման տեսանկյունից իհարկե միտված է սրան։ Բացի նշվածը, մենք կարիք ունենք այս ինստիտուտների աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու, մասնավորապես խոսքը կադրերի ընտրության թափանցիկության մասին է եւ այս առումով առաջիկայում հանդես ենք գալու համապատասխան նախագիծ առաջարկով, ինչպես նաեւ կարիք ունենք այդ մարմիններում կադրերի առաջխաղացման թափանցիկության ապահովման, որը միարժեքորեն բարձրացնելու է վստահությունը այս կառույցների շուրջ։ Իհարկե մարդկանց համար տեսանելի արդյունք կարող է լինել միայն իրենց անձնական հարցի հնարավոր ամենաարագ լուծումը։ Ուզում եմ վստահեցնել, որ յուրաքանչյուրիդ հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում եւ առաջարկում եմ ուղղակի որոշակի ժամանակ զինվել համբերությամբ, որովհետեւ մեր ընտրած ճանապարհը իրավական բարեփոխումների ճանապարհն է, իսկ իրավական բարեփոխումները ունեն մի հատկանիշ, դրանք պահանջում են իրականացման համար ժամանակ եւ բավականին երկար ժամանակ, եւ եթե գնահատենք փոփոխությունները այս ժամանակի ընթացքում, դրանք իրապես տեսանելի են։ Այն բոլոր նախաձեռնությունները, որոնց մասին ես խոսեցի, իսկ մեծ մասին չհասցրեցի խոսել պայմանավորված ժամանակի սղությամբ, կրկնում եմ, միտված են մեկ խնդրի լուծման՝ ունենալ առավել արդյունավետ համակարգեր, որոնք ունակ կլինեն ապահովելու ձեր իսկ իրավունքները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ առաջին հարցը։ Բարև ձեզ, Աննա Երեմյան, կարևորագույն կարծում եմ բոլորս մտահոգող հարցերից մեկը երբ է լինելու համաներում եւ ինչու է կայանում պայմանավորված այն հանգամանքը, որ 7 տարի շարունակ համաներում չի եղել։ Համաներման հետ կապված հարցին միանշանակ պատասխան տալ այոյի կամ ոչի տեսքով չեմ կարող, որովհետև դա գործընթաց է, որի սկիզբ առնելը պայմանավորված է կոնկրետ շրջանակների, մասնավորապես կառավարության որոշմամբ,
Հետո իհարկե բոլորս գիտենք, որ համաներումը որպես օրենսդրական ակտ պետք է ընդունվի ազգային ժողովի կողմից։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ նման քննարկում նախաձեռնությամբ հանդես գալու հետ կապված չենք ունեցել։ Ասվածը չի նշանակում սակայն, որ քրեակատորական հիմնարկների բեռնաթափման հետ կապված քննարկումներ չեն եղել են այն իմաստով, որ պետք է մարդկանց հնարավորություն տրվի առավել ճկուն տարբերակով տեղափոխվել անվտանգային ավելի մեղմ գոտիներ, ինչը եւ այսօր կարելի է ասել հաջողությամբ արվում է, եւ եթե դուք հետևեք իրողությանը, որն այժմ գոյություն ունի, ապա կտեսնեք, որ շատ ավելի հաճախ է տեղաբաշխման հանձնաժողով որոշումներ կայացնում անազատության մեջ գտնվող քաղաքացիների անվտանգության գոտիների փոփոխության հետ կապված, ինչպես նաև վերջերս ավելի հաճախակի են դարձել դատարանների կողմից որոշումները, որոնք վերաբերում են պատժից պայմանական վաղակետ ազատելուն։ Մենք ունենք մեկ հարթակ ևս, որը կարող է հնարավորություն ընձեռել անձանց ազատվել պատժի հետագա կրումից կամ նվազեցնել պատժաչափը, դա ներման հարցերով գործող հանձնաժողովն է, որտեղ քննարկվում են դատապարտյալների ներման խնդրագրերը, սա ևս մեկ մեխանիզմ է, որը որոշ դեպքերում կարող է անձանց հնարավորություն տալ, կրկնում եմ, ավելի քիչ կրել դատարանի կողմից նշանակված պատիժը։ Համաներման հետ կապված, եթե հստակ եւ կարճ ձևակերպեմ պատասխանը, պետք է ասեմ հետեւյալը. ներկայում որևէ քննարկում համաներում ունենալու մասին չկա։ Ես եթե թույլ տաք ավելացնեմ, տեսեք, մեզ բարբերաբար դիմում են քաղաքացիները նույն հարցով, համաներում լինելու եւ երբ է լինելու եւ ինչ պայմաններով եւ այդ նույն հարցադրումը, որ բավական երկար ժամանակ համաներում չի եղել, ես պետք է հստակեցնեմ, որպեսզի մեր քաղաքացիները եւս հստակ պատկերացում ունենան նրա մասին, թե ով է համաներման ինստիտուտի, ով է համաներման մեխանիզմի իրագործման սկզբնավորողը, ըստ Սահմանադրության այդ նախաձեռնությունը կարող է գա կառավարությունից, ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի միջոցով է իրականացվում համաներումը, բայց այդուհանդերձ դա կառավարության բացառիկ իրավասության ոլորտի մեջ մտնող հարց է, այսինքն կառավարությունը պետք է նախաձեռնի նման օրենսդրական ակտ, որը պետք է քվեարկվի եւ ընդունվի ազգային ժողովի կողմից։ Իհարկե, տրադիցիոն այնպես է ստացվել, որ համաներումները միշտ փոխկապակցված են լինում տվյալ երկրում որոշակի իրադարձության, տոնի կամ ինչ-որ ամյակի հետ, բայց որևիցե պարտավորություն որոշակի ժամանակահատված մեկ իրականացնել համաներում գոյություն չունի։ Անդրադառնում եմ այս հարցին, որպեսզի նաև կանխարգելեմ այն բոլոր հարցերը, որոնք գալիս է հանձնաժողով պարբերաբար եւ ինձ եւ Տիկին Ջուլիականին եւ հանձնաժողովի մյուս անդամներին, որովհետեւ չկա որևիցե պարբերականություն պարտադիր օրենքով սահմանված կամ որևիցե ըստ էության միջազգային պարտավորություն պարբերաբար իրականացնել համաներում։ Համաներումը պայմանավորվում է բացառապես երկրի քրեաիրավական քաղաքականության եւ քրեակատորական քաղաքականության իրականացման հետ եւ համաներումը ունի իհարկե այն ունի միանշանակ մարդասիրական կոմպոնենտ, բայց դրա հետ ունի նաև որոշակի առումով կրիմինոլոգիական ռիսկերը տարածելու վտանգ եւ նման որոշում կայացնելուց առաջ այդ բոլոր ռիսկերը պետք է հաշվի առնվեն, որովհետեւ գիտեք, մի կողմից մեր քաղաքացիները խոսում են պարբերաբար համաներման ինստիտուտի մասին, մյուս կողմից օրինակ պարբերաբար բողոքում են նաև երկրում կրիմինոլոգիական իրավիճակի վատթացման կամ որոշակի փոփոխությունների հետ։ Այսօր այդ երկու երևույթները պետք է կարողանանք փոխկապակցենք եւ իհարկե անհատական մոտեցումը շատ ավելի տրամաբանական է այստեղ լիովին համաձայն եմ արդարադատության նախարարի հետ, մենք պետք է կարողանանք պատժի անհատականացման եւ պատիժը կրելու տրամաբանությունից ելնելով ավելի շատ մեխանիզմներ նախատեսենք, որպեսզի անհատական եղանակով անձը կարողանա կրելով պատիժը նաև այնպիսի իրավիճակ ստեղծվի երկրում, որպեսզի եւ անձը կրի այդ պատիժը եւ արդարադատությունը ծառայի իր նպատակներին։ Երկրորդ հարցը։ Բարև ձեզ։ Աննա Ազատյան, քաղաք Էջմիածին։
Հարցս վերաբերվում է դատական ծառայողների, դատարանների աշխատակիցների, աշխատավարձերի բարձրացման վերանայման։ Արդյոք միջոցներ են ձեռնարկվում կամ քննարկումներ կան դատավորի գործավարի, նիստերի քարտուղարների աշխատավարձերի բարձրացման վերանայմանը, քանի որ այսօր դատավորի գործավարը եւ նիստերի քարտուղարները ստանում են 94,000 դրամից մինչեւ 100,000 դրամ։ Չնայած բավականին ծանրաբեռնված ենք։ Եվ նաև ունեմ այսպիսի մեկ հարց. մինչև առ այսօր դատական ծառայողները, դատարանների աշխատակիցները չունեն որևիցե կարգավիճակ, այսինքն չեն համարվում քաղծառայող։ Եվ ինչ աշխատանքներ են տարվում նաև դրա վերաբերյալ։ Կանխավ շնորհակալություն։ Դատարանների կազմերի աշխատավարձների բարձրացման հետ կապված քննարկումներ են եղել բարձրագույն դատական խորհրդի նախագահի հետ եւ ուզում եմ վստահեցնել, որ այդ քննարկումները կառավարության օրակարգ բերվել են հենց դատական իշխանության կողմից բարձրաձայնվելով որպես խնդիր։ Իհարկե համաձայն ենք, որ առաջիկայում վերանայման կարիք կա աշխատավարձային քաղաքականության այս ոլորտում, բայց պետք է այդ խնդիրը համադրենք մեր իրական հնարավորությունների հետ։ Այժմ կառավարության քննարկմանը պետք է ներկայացնենք այդ հնարավորությունների բավարարմանը միտված առաջարկ, որի շրջանակներում կարծում եմ նաև պետք է քննարկվի հենց այս հարցը, խոսքը դատարանների կազմերի աշխատավարձերի վերանայման մասին է։ Ինչ վերաբերում է մյուս հարցին կարգավիճակին դատական ծառայողների, ապա պետք է նշեմ, որ հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների նոր ռազմավարությունը կամ տեսլականը արդեն իսկ կարելի է ասել պատրաստ է եւ այդ գործընթացը առաջնորդում են մեր փոխվարչապետերը եւ կարծում եմ, որ կարգավիճակի հետ կապված խնդրին անդրադարձ կլինի հենց հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում։ Հարգելի արտարադատության նախարար, դատարանը իրավունք ունի բռնականձել քաղաքացու վերջին կացարանը 11 քառակուսի մետր, եթե քաղաքացին չի աշխատում եւ չունի ոչ մի բան, եթե այո, պատասխանեք այդ հարցին, եթե ոչ, նորից պատասխանեք, թե ինչու է դատարանը խլում ինձանից եւ թողնում ինձ անօթևան։ Շնորհակալություն, օրենսդրական կարգավորումներն այն մասին են, որ վերջին եւ միակ կացարանը բռնագանձելու հնարավորություն պետությունը չունի, եթե դրա արժեքը չի գերազանցում որոշակի գումարային շեմ, իսկ այդ շեմը այսօր սահմանված է 4,900,000 դրամը։ Այսինքն, որպեսզի հարկադիր կատարման ծառայությունը չկարողանա բռնագանձում տարածել գույքի վրա, այդ գույքը պետք է լինի միակ եւ վերջին կացարանը, այսինքն տվյալ անձը պետք է մշտապես բնակվի այդ հասցեում եւ դրա արժեքը, ինչպես նշեցի, կրկնում եմ, չպետք է գերազանցի 4,900,000 դրամը։ Եթե շուկայական արժեքը այդ բնակարանի գերազանցում է նշված գումարային շեմը, ապա հարկադիր օտարման եղանակով աճուրդների իրականացման միջոցով այդ գույքը օտարվում է եւ 4,900,000 դրամին համարժեք փոխհատուցում տրվում է քաղաքացուն։ Ես կարծում եմ, որ այս հարցը լավ առիթ է վերանայելու այն դրամային շեմը, որն այսօր նախատեսված է համապատասխան որոշմամբ եւ խոստանում եմ, որ առաջիկայում մենք վերագնահատենք շուկայի զարգացումները անշարժ գույքի եւ նաեւ հանդես կգանք այս դրամական շեմի բարձրացման առաջարկով։ Ես պետք է միանամ տիկին նախարարի առաջարկին եւ ասեմ, որ ըստ էության հանձնաժողովը եւս սատարում է այդ մոտեցումը, որովհետեւ այո, մենք ինչ-որ շեմեր ենք սահմանում, շատ ավելի վաղ է սահմանված եղել այդ շեմը, երբ այն համապատասխանել է իրական այն նպատակներին, որը դրել է իր առջև կառավարությունը, հիմա պարզ է, որ շուկայական գները բարձրանում են եւ շատ դեպքերում այդ շեմը ապահովել հնարավոր չի,
Երկրորդ հարցն է, բայց սա ավելի շատ ներքին քննարկման հարց է, արդյոք մենք առաջնորդում ենք այստեղ շուկայական գնով, որը կարող է տատանվել թե կադաստրային արժեքով, որը այսօր մոտարկվել է շուկայական գնին, բայց իրականում նախ պետք է ասեմ, որ մենք չենք կարող պատասխանել մեր հարգարժան քաղաքացու հարցին հաշվի առնելով ինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքը, արդեն իսկ ինչպես հասկացա կա դատարանի որոշում եւ այդ որոշումը կարող է վերանայվել միայն դատարանի կողմից, եթե այն իհարկե ուժի մեջ չի մտել։ Բայց ես շատ կուզենայի, որ մենք խոսեինք նաև այս շրջանակներում ոչ միայն հետևանքների դեմ պայքարի, այլ նաև պատճառների դեմ պայքարի մասին։ Շատ դեպքերում նաև մեր վարկային կազմակերպությունները, այն բոլոր սուբյեկտները, որոնք վարկավորում են մեր քաղաքացիներին, պետք է որոշակի պարտավորությունների ներքո գտնվեն, չպետք է հասնի այնպիսի իրավիճակի, ի սկզբանե ակնհայտ է, որ քաղաքացին ունակ չի լինելու վճարել այս կամ այն վարկային ռեսուրսը, որը ստացել է, բայց մեր գործընկերները, թե մասնավոր, թե մասնավորի մասն է խոսքը, թե վարկային կազմակերպությունները եւ այլն, կարող են օրինակ տարես տարի այդ գումարը չպահանջել, այդ գումարը կուտակվի եւ արդյունքում օրինակ անձը հայտնվում իրավիճակի առջև, երբ իր միակ կացարանը կարող է հայտնվել ոչ իր ձեռքում, հաշվի առնելով նաև որ մյուս կողմերի պարտավորությունները եւս պետք է կատարվեն։ Այսինքն կարևոր հարց է, միանշանակ համաձայն եմ ինձ թվում է Տիկին Ջուլակյանը եւ մեր հանձնաժողովի մյուս բոլոր անդամները եւս կկիսեն այս կարծիքը, որ մենք այստեղ նույն էջի վրա են կառավարություն մեր գործընկերները դեպ այս շեմերը պետք է վերափոխվեն, բայց նաև պետք է մտածենք, թե ինչպես անենք, որպեսզի ի սկզբանե մեր քաղաքացիները չհայտնվեն նման վտանգի առջև։ Այստեղ ես կարծում եմ, որ նաև ֆինանսական գրագիտության բարձրացման խնդիր նաև պետությունը իր առաջ պետք է դնի եւ այս առումով մենք հսկայական անելիքներ ունենք։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ այս ձևաչափը ստեղծված է, որպեսզի կարողանաք ուղիղ կապ հաստատել կառավարության եւ ազգային ժողովի անդամների հետ, ուստի առաջարկում ենք հետեւել կառավարության եւ ազգային ժողովի սոցիալական հարթակի էջերին եւ ուղղել ձեր հարցերը 044 900 800 հեռախոսահամարին WhatsApp հավելվածի միջոցով։ Խնդրեմ հաջորդ հարցը։ Բարև ձեզ, Սերժ Մեսրոպյան, քաղաք Երևանից։ Բոլորս քաջատեղյակ ենք, որ հաջորդ տարվա ընթացքում ընդունվելու է նոր սահմանադրության տեքստը։ Կցանկանայի իմանալ, թե ինչ հայեցակարգային մոտեցումների վրա է հիմնված լինելու այն, եւ կարող ենք արդյոք ապագայում սպասել նոր հայեցակարգի հրապարակմանը, ինչպես մասնագիտական նեղ շրջանակների ուսումնասիրության, այնպես էլ հասարակության լայն շերտերի տեղեկացվածության եւ հանրաքվեին համապատրաստից չմոտենալու համար։ Շնորհակալություն։ Ընդունվելու է, թե ոչ չգիտեմ, երևի ոչ ոք չգիտի ընդունվելու է նոր սահմանադրությունը, թե ոչ, գիտի միայն ժողովուրդը, որը քվեարկելու է այդ սահմանադրության օգտին կամ չի քվեարկելու։ Սա միանշանակ կարող է հնարավոր դառնալ ընդունումը նկատի ունեմ սահմանադրության, եթե ժողովուրդը ամեն ինչի մասին լինի լավ տեղեկացված, եւ մենք մեր ջանքերը պետք է ուղենք շատ մոտ ապագայում ժողովրդի հետ հարցը քննարկելուն եւ ժողովրդին ներկայացնելուն այն փոփոխությունները, որոնք որ նախատեսվում է իրականացնել նոր սահմանադրության շրջանակներում։ Ներկա պահին պետք է նշեմ, որ նոր սահմանադրության մշակման հետ կապված ակտիվացրել ենք խորհրդի աշխատանքները, առաջիկա շաբաթում ունենալու ենք եւս մեկ նիստ, հաջորդող նիստերը կլինեն շատ ավելի ինտենսիվ եւ երբ խորհուրդը կընդունի համապատասխան որոշումներ այս կամ այն դրույթը նախատեսելու վերաբերյալ սահմանադրության տեքստում, այդ դրույթների վերաբերյալ մենք կունենանք բազմաթիվ քննարկումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ներկա պահին տեքստուալ մեկնաբանություններ անել չեմ կարող, որովհետև դեռևս խորհրդի կողմից ընդունված, որոշարկված տեքստային լուծում առկա չէ, լիահույս եմ, որ առաջիկայում արդեն կլինի, բայց պետք է նշեմ, որ հայեցակարգային մոտեցումը նոր սահմանադրության հետ կապված հիմնված է հետևյալ գաղափարների վրա,
ապակենտրոնացում եւ հավասարակշռում։ Այն բոլոր կարգավորումները, որոնք առաջարկելու ենք նախատեսել նոր սահմանադրության տեքստում, հիմնականում ծառայելու են իմ կողմից նշված այս երկու գաղափարներին։ Առաջիկա կատարվելիք աշխատանքների մասին իհարկե հանրությունը կտեղեկացվի, բազմիցս եւ ճեպազրույցների եւ հարցազրույցների ընթացքում նշել եմ, որ սա այնպիսի գործընթաց չէ, որ կարող է կատարվել կուլիսների հետևում եւ ժողովուրդը կարող է մասնակից չդարձվել, ճիշտ հակառակը, սա պետք է լինի ամենաներառական, ամենամասնակցային նախագիծը, որ պետք է ծանոթ լինի ժողովրդին, որպեսզի մենք վստահ լինենք, որ ժողովուրդը գիտի կամ կիմանա ապագայում, թե ինչի համար է գնալու քվեարկության։ Այս ամենը ասում եմ այն բանի հաշվառմամբ, որ սահմանադրությունը հանդիսանալու է յուրահատուկ պայմանագիր, որը կնքվելու է հենց ժողովրդի կողմից, ուստի այդ պայմանագրի բոլոր պայմանները պետք է հասկանալի լինեն եւ գիտակցվեն հենց ժողովրդի համար եւ ժողովրդի կողմից։ Ձեր թույլտվությամբ ես էլ անդրադառնամ կարևորագույն հարցի, որ մեր քաղաքացին բարձրացրել է, մենք չենք կարող հիմա ասել, թե ինչ հայեցակարգի հիման վրա է ընդունվելու նոր սահմանադրությունը, որովհետև դա սահմանադրական խորհրդի որոշելիք հարցն է, բայց առնվազն պետք է արձանագրենք, որ այդ հայեցակարգը լինելու է ժողովրդավարական ինքնիշխան, անկախ իրավական եւ սոցիալական պետության նոր սահմանադրության հայեցակարգ։ Լիովին համաձայն եմ տիկին նախարարի հետ, սահմանադրությունը ոչ միայն բարձրագույն իրավաբանական ուժով ոչտված նորմատիվ իրավական ակտ է, այն նախ եւ առաջ պայմանագիր է քաղաքացու եւ պետության միջև։ Այն կարգավորում է քաղաքացի, պետություն եւ հասարակություն փոխհարաբերությունները։ Եվ շատ կարեւոր է, որ մենք այստեղ հայեցակարգը մշակելիս ունենանք ոչ թե թղթի վրա տեքստուալ գրած սահմանադրություն, որը բացարձակապես որևէ աղերս չունի այն իրականության հետ, որը մենք ապրում ենք, այլ ունենանք իրական սահմանադրության կոնցեպտի համապատասխան, որը կարտացոլի այն իրական վիճակը, որը առկա է մեր հասարակությունում, այն բոլոր պահանջները, այն բոլոր ակնկալիքները, որոնք ունեն մեր քաղաքացիները մեր պետությունից։ Շատ կարևոր է իհարկե անդրադառնալ նաև ոչ միայն սահմանադրության բովանդակությանը, կամ կառավարման ձևին, կամ այն ինստիտուտներին, որոնք մենք նախատեսում ենք ունենալ նոր սահմանադրության տեքստում, միանշանակ պետք է հիմք ընդունենք այն, որ այն հավասարակշռված պետք է լինի, որպեսզի իշխանության բոլոր թևերը կարողանան լիիրավ եղանակով իրականացնել իրենց գործառույթները եւ դրա արդյունքում քաղաքացին, հասարակությունը եւ պետությունը միայն շահած դուրս գա, բայց նաեւ չափազանց կարեւոր է այն, թե ինչպես է ընդհանում այդ սահմանադրության հանրային քննարկումների, այն ընդունելու հանրաքվեի կազմակերպման եւ իրականացման ամբողջ գործընթացը, որովհետեւ մենք պետք է շատ անկեղծ լինենք, մեր քաղաքացիներից շատերը ունեն կասկածներ, չփարատված կասկածներ, առայն թե ինչպես է ընդունվել այս կամ այն սահմանադրության փոփոխության տեքստը։ Եվ քաղաքացու վստահությունը առայն, որ հենց ինքն է քվեարկել այդ սահմանադրական մոդելը օգտին, կարտացոլի այն, որ մենք ունենանք ոչ միայն թղթի վրա գրած սահմանադրություն, փաստաթուղթ, որը կանվանենք սահմանադրություն, այլ կունենանք իրական սահմանադրություն, որը իրապես ընդունվել է քաղաքացիների կողմից եւ իրապես արտացոլում է այն բոլոր փոփոխությունները, այն բոլոր զարգացումները, որոնք տեղի ունեցել հասարակությունում 1995 թվականից այսքան։ Ես նույնպես եթե դեմ չեք մի փոքր հավելում անեմ իմ գործընկերների խոսքին Սահմանադրության ընդունումը կամ սահմանադրության փոփոխությունը եղել է հեղափոխության ժամանակ մեր քաղաքական ուժի կողմից ստանձնած հիմնական հանձնառություններից մեկը եւ դրա պատճառներից մեկն էլ հենց եղել է այն, որ սահմանադրությունը, գործող սահմանադրությունը, դրանում կատարված փոփոխությունները, գիտեք, որ 95 թվականին ընդունվելուց հետո երկու անգամ էլ փոփոխություններ են կատարվել
այդ փոփոխությունները եւ ժողովրդի միջեւ օրգանական կապը պարզապես բացակայում է եւ մենք նաեւ լեգիտիմության խնդիր ունենք։ Եվ այս խնդիրները լուծելու նպատակով է եղել նաեւ մեր հանձնառությունը սահմանադրական նոր փոփոխությունների, նոր սահմանության ընդունման եւ այս ճանապարհով է, որ մենք գնում ենք։ Եվ բնական է, որ ժամանակին ժողովրդի եւ սահմանության միջեւ եղած այդ անդունդը վերացնելու համար նախաձեռնված այս գործընթացը չի կարող կրկին ժողովրդին թողնել այսպես այդ գործընթացից դուրս։ Եվ բնական է, որ ունենալով նախագիծը արդեն հանրային քննարկումներ պետք է սկսվեն, խորհրդային քննարկումներ։ Այս առումով անչափ կարևոր եմ համարում նշել, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում լուրջ ներկայացվածություն ունի նաև քաղաքասարակություն եւ քաղաքասարակության ներկայացուցիչները բավականին ակտիվ մասնակցություն են ունենում մեր բոլոր քննարկումներին, բայց բնականաբար այո դա էլ բավարար չէ եւ արդեն մենք տեքստը ունենալուց հետո նաև կսկսենք մեր հանրության հետ խորհրդային քննարկումները, որ արդեն հանրակրվեի գնալիս մեր ժողովուրդը նախ իմանա թե ինչ փոփոխություններ են առաջարկվում, ինչ տեքստ մենք ունենք եւ նաեւ իր դիրքորոշումը հայտնի այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կուզենայի նշել, որ խորհրդի կազմում կան տեղեր նաև ընդդիմության ներկայացուցիչների համար եւ բազմաթիվ են եղել դեպքերը, երբ ես անձամբ խնդրել եմ հրապարակայնորեն գալ եւ մասնակցել խորհրդի նիստերին եւ այս առիթը օգտագործելով եւ ներառականությունը ապահովելու դրամաբանությամբ կրկին կարող ենք խնդրել մեր մասնագետ գործընկերներին, որոնք այս պահին ընդդիմադիր գործունեությամբ են զբաղված, գալ եւ մասնակցել խորհրդի աշխատանքներին։ Շնորհակալություն Տիկին նախարար, որ հիշատակեցիք նաև ընդդիմադիր գործընկերների մասնակցության անհրաժեշտությունը։ Այո, ես եւ պարոն Վարդանյանը նույնպես հաճախ խորհրդանում դիմելով մեր ընդդիմադիր գործընկերներին հորդորում ենք նրանց անմասն չմնալ այս գործընթացից եւ նաև իրենց մասնակցությունը ունենալ այս գործընթացում։ Ինչու ենք դա կարևորում, որովհետեւ հաճախ մենք քննարկումներ ենք ունենում փոխզսպումների եւ հակակշիռների մեխանիզմի մասին եւ ժողովրդավարական հասարակությունում կարևորագույն փոխզսպող եւ հակակշռող դերը ունի ընդդիմությունը եւ շատ կարեւոր է որ ընդդիմությունը մասնակցություն ունենա հենց նոմինալ ընդդիմությունը այսպես ասած մասնակցություն ունենա այդ քննարկումներին եւ հաճախ ստիպված մենք կառավարող մեծամասնությունը ներկայացնող ներկայացուցիչներս ենք ստիպված լինում ընդդիմադիր դիրքերից հանդես գալ եւ խոսել այն մասին թե ինչ հակակշռող եւ փոխզսպող մեխանիզմներ պետք է նախատեսենք սահմանադրության մեջ, բայց սա նորմալ չէ, լավ կլինի, որ ընդդիմությունը նույնպես գա եւ իր դերը կատարի եւ նաեւ իրենց պատկերացումները ներկայացնի, թե ինչպիսի մեխանիզմներով պետք է ընդդիմությունը նոր սահմանադրությամբ կատարի փոխզսպող եւ հակակշռող իր դերը։ Տաթև Ղազարյան, Արտաշատից, իմ հարցը հետևյալն է. այն քաղաքացիներն, ովքեր երբևէ առնչվել են դատարանների հետ, գիտեն, թե ինչքան բարդ եւ երկարաժամկետ գործընթացների մեջ են հայտնվում, սակայն աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որ ընդունել են այլ մեխանիզմներ, որոնք ավելի են կրճատում եւ ժամանակը եւ պրոցեսների դյուրացումը։ Հարցը հետևյալն է. այս պահին Հայաստանի Հանրապետությունում ինչ զարգացման փուլում է գտնվում արբիտրաժը եւ հաշտարարությունը, եւ ինչպես կարող են սովորական քաղաքացիները օգտվել այդ ծառայություններից։ Շնորհակալություն։ Խոսքի սկզբում արդեն խոսել եմ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների մասին։ Ես շատ եմ կարևորում դրանց ազդեցությունը մեր դատաիրավական համակարգում եւ կյանքում առհասարակ, ինչու, որովհետեւ վեճերի լուծման ճկուն մեխանիզմ ունենալը իրականում նպաստում է մեր կյանքի որակի բարելավմանը մի շարք ոլորտներում, այդ թվում այն ոլորտներում, որոնց հետ պատճառական կապը առաջին հայացքից տեսանելի չէ, օրինակ ներդրումների ոլորտում, որովհետև գործարար ոլորտում ցանկացած մարդու համար առաջնային կարևորվող ռեսուրսը դա ժամանակն է, իսկ արբիտրաժը եւ հաշտարարությունը վեճերի լուծման անհամեմատ արագ մեխանիզմներ են, եթե որպես համեմատության մյուս կողմ վերցնենք դատական համակարգը։ Իհարկե
Հայաստանում այս ինստիտուտը կարելի ասել նոր է կայանում եւ դա է պատճառը, որ դեռևս վայելում է պետության աջակցությունը եւ ես վստահ եմ, որ շարունակաբար դեռևս պետությունը ֆինանսապես օժանդակելու է արբիտրաժային եւ հաշտարության հայաստանյան կենտրոնին, որպեսզի վերջինս կարողանա կայանալ։ Վերջերս Հայաստանում անցկացվեց արբիտրաժային շաբաթ, որին մասնակցեցին արտասահմանից հրավիրված 30 եւ ավելի երկրներից հրավիրված ոլորտի մասնագետներ եւ տեղի ունեցավ փորձի փոխանակում, ինչը շատ կարեւոր է ոլորտի զարգացման համար։ Իսկ հարցին, թե ինչ է տալիս մեզ արբիտրաժը եւ հաշտարարությունը եւ կամ վեճերի լուծման այլ դրանքային ցանկացած մեխանիզմ, պետք է ասեմ հետևյալը. տալիս է մեզ հնարավորություն խնայել մեր ռեսուրսը, որը կարող է դրսևորվել եւ ժամանակի տեսքով, եւ ջանքի տեսքով, եւ ֆինանսական միջոցների տեսքով։ Այսինքն արբիտրաժը կամ հաշտարարությունը հնարավորություն է տալիս խնայել մեր ժամանակը, մեր նյարդերը, մեր ֆինանսական միջոցները, իհարկե նաև տեղ բացելով դատական համակարգի համար շնչելու, որովհետև դատական համակարգի քննությանը կմնան այն գործերը, որոնք կարող են լուծվել միայն դատարանի միջոցով։ Իսկ այն դեպքերը, որոնք կարող են լուծում ստանալ վեճերի այլ դրանքային մեխանիզմներով, կարծում եմ, որ ցանկալի կլինի ապագայում լուծում ստանան հենց այդ համակարգերի միջոցով եւ ժողովրդի համար կարեւորը այն է, որ այդ լուծումները լինեն պրոֆեսիոնալ եւ արդարացի եւ մեր ջանքերը պետք է ուղղված լինեն այդպիսի հաշտարարներ ունենալուն եւ այդպիսի արբիտրներ ունենալուն, ինչի կապակցությամբ մենք աշխատանքներ տանում ենք։ Մեր հաշտարարների համայնքը այս պահին 120-ից ավել է եւ նրանք վերապատրաստվել են նաեւ միջազգային գործընկերների օգնությամբ եւ տեղակայված են նաեւ մարզերում, ինչը հեշտացնում է նաեւ մեր մարզերի բնակիչների կյանքը եւ իհարկե պետք է նշեմ նաեւ թվայնացման այս դարում մեր թվային հնարավորությունների մասին մենք ունենք նաև հաշտարարության էլեկտրոնային հարթակը, որի միջոցով առանց ֆիզիկական ներկայության ձեր վեճի լուծումը կարող եք պատվիրակել հաշտարարին։ Սա եւս կարծում եմ շատ կարևոր նորամուծություն է, որից կարող են օգտվել մեր քաղաքացիները, խնայելով իրենց եւ նյարդերը, եւ ժամանակը, եւ իհարկե ֆինանսական միջոցները։ Բարև ձեզ։ Ես Ալեքսեյան Նարինեն եմ, քաղաք Երևանից։ Հարցս ուղղված է տիկին նախարարին։ Հարգելի տիկին նախարար, կարող է արդյոք քաղաքացին երկրից դուրս գալ, եթե իր նկատմամբ կատարողական վարույթ է հարուցվել։ Արտերկրում արդյոք դա նրա համար խնդիրներ չի առաջացնի։ Շնորհակալություն հարցի համար, ներկա պահին օրենսդրական որևէ արգելք սահմանահատման նախատեսված չէ այն քաղաքացիների համար, որոնք ունեն չմարված պարտավորություններ կամ որի վերաբերյալ կա կատարողական վարույթ։ Բայց քաղաքացու նկատմամբ կարող է հետախուզում սկսվել, որը եւս այս պահի դրությամբ դեռևս արգելք չէ, որպեսզի քաղաքացին հատի Հայաստանի Հանրապետության սահմանը։ Ինչու արգելք չէ, որովհետեւ քաղաքացու ներկայությունը կատարողական գործողությունները իրականացնելու եւ ավարտին հասցնելու համար պարտադիր չէ։ Եթե կան անհնարինության դեպքեր, ապա հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ջանքեր է գործադրում, որպեսզի քաղաքացին մասնակից դարձվի կատարողական գործողություններին։ Սա այս պահի կարգավորումն է։ Ինչ վերաբերում է ապագային, ապա պետք է նշեմ, սիրելի քաղաքացիներ, որ 2026 թվականից այլևս գործելու է այլ կարգավորում, ըստ որի դատարանի որոշմամբ կարող է սահմանափակվել այն քաղաքացու տեղաշարժը, որի մասնակցությունը ըստ էության պարտադիր է կատարողական վարույթը իրագործելու տեսանկյունից։ Այս կարգավորումը միտված է նրան, որ դատական ակտերը անկատար չմնան դրանց կատարման անհնարինությամբ պայմանավորված եւ նաեւ կարգավորում է, որը միտված է ապահովելու քաղաքացու պարտականությունների պատշաճ իրականացումը։
Այսքանը 2026 թվականից սկսած այդ հնարավորությունը այլևս լինելու է, բայց բոլոր այն դեպքերում, երբ կրկին քաղաքացու ներկայությունը պարտադիր չի լինի, որպեսզի կատարողական գործողությունները տեղի ունենան, ապա որևէ խնդիր առաջանալ չի կարող այդ քաղաքացու Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հետ կապված։ Խնդրեմ հաջորդ հարցը։ Տիկին Գալյան, ինչպես տեղյակ եք, Սահմանադրական դատարանը ապօրինի ծագում ունեցող ուղի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը քննարկելիս դիմել է ազգային ժողովին, որպեսզի ազգային ժողովը համապատասխան օրենսդրական փոփոխություններ ձեռնարկի եւ այդ մասով կարծում եմ արդարադատության նախարարությունը պետք է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա։ Ինձ հետաքրքիր է, երբ է պատրաստվում արդարադատության նախարարությունը նման նախաձեռնությամբ հանդես գալ եւ դիմել ազգային ժողովին։ Շնորհակալություն հարցի համար, որպեսզի տարընկալում չլինի, Սահմանադրական դատարանի որոշմամբ սահմանվել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը համապատասխանում է սահմանադրությանը եւ չկա հակասություն սահմանադրական որևէ դրույթի հետ եւ միայն մի քանի դեպքերում, որոնք իրականում վարույթային գործողությունների իրականացման եւ դատաքննությունների իրականացման տեսանկյունից որոշիչ վճռական դեր չունեն, առաջարկով է հանդես եկել վերանայելու կամ նախատեսելու որոշակի նոր կարգավորումներ։ Կրկնում եմ, խոսքն այնպիսի կարգավորումների մասին է, որոնք որ արվեն թե չարվեն, այս պահին եղած վարույթների վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող, բայց ամեն դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը իհարկե մեր ուշադրության կենտրոնում է, իսկ դրա կատարումը մեր պարտականությունն է եւ դրա համար մենք ունեցել ենք միջգերատեսչական քննարկումներ դատախազության մեր գործընկերների հետ, նախապատրաստում ենք ունենալ քննարկում նաեւ դատական համակարգի մեր ներկայացուցիչների հետ, քննարկումները միտված են նրան, որ հնարավոր բոլոր կողմերից փորձենք ստանալ այն գաղափարները, որոնք պետք է ընկած լինեն նախագծի հիմքում, քանի որ շահառուները ըստ էության հենց այդ համակարգերի ներկայացուցիչներն են եւ այդ քննարկումներն ավարտելուց հետո իհարկե հանդես կգանք համապատասխան օրենսդրական առաջարկներով։ Ես Ավետիս Նարմադյանն եմ, հայրենադարձ Լիբանանից, հաստատվել եմ Հայաստանում ընտանիքիս հետ դեկտեմբեր 1 2018 թվականից ապրում եմ Աշտարակի Աքարակ համայնքում։ 2019 թվին Աքարակ համայնքից դուն վերցրեցինք։ Չափակրումի շատ սխալներ կան մեր համայնքում։ Նախքին, ասենք, մեր գյուղաբեդը Վահան Հարությունյանը չի կարողացավ այս հարցը լուծել։ Ժամատուն վերցրեցինք մեր մարզբեդից, պարոն Սերգեյ Մովսեսյանից, հանդիպեցանք, շատ լավ ձևով ընդունեց ինձ եւ եղբորս, երբ բացատրեցինք մեր դան հարցը, ուղարկեց մեզ բարոն Հակոբ Ստեփանյանին, որ հողերու, ասենք, պատասխանատու է, ասեց, որ ձեր հարցը պետք է թադի միջոցով լուծվի եւ անշուշտ ծախսի է գնայ։ Ուրեմն մեր հարցը ինչ է, շատ կարճ ձևով բարձ է։ Ուրեմն մենք ավտոդնակ ունենք դանգողքին 26 մետր քարե։ Ժամանակին չափակրողը այդ ավտոդնակին 26-ին ես 13-ը որպես հող մեր կովի հարևանին մեր քյուղաբեդարանի մեջի ամեն դվյանը գսեն, որ այդ ավտոդնակը մերն է եւ մեր դունը եղած է կովի հարևանին դունը չի շինված։ Ուրեմն խոսեցանք երկու հոգի կպատկանի հարազատներ են, գիմը անունը Զարա է, ասկանունը չեմ հիշում, միջև մա չստորակեց, քանի անգամ հանդիպեցանք, չի ստորակրում։ Հիմա ինչ խորհուրդ կտաք։ Ես այդ ասենք գումարը չունիմ, անգերց ասած, որի մայրս թոշակառու է, հայրս մահացած է, դան ամեն փերը իմ ուսերուս վրա է։
Ինչ խորհուրդ կտաք։ Հայաստան եկանք 19 թվին, ինչպես ասի, աստունը կնեցի, միջև մա սեփականության վկայական չունենք։ Ինչ խորհուրդ կտաք։ Որովհետեւ բան ցավոք չեմ կարողանա ավելացնել, բացի արձանագրումից մի խնդրի, որ ցավոք թվային տվյալների բացակայության պարագայում, օրինակ երկրում քարտեզագրման ընդհանուր թվայնացման բացակայության պարագայում մենք բախվում ենք իրավիճակների, երբ սեփականության իրավունքով մի սուբյեկտին պատկանող կամ առերևույթ սեփականության իրավունքով մի սուբյեկտին պատկանող անձի տարածքը, հողակտորը, տունը, տան մի մասը հայտնվում է փաստացիորեն այլ օգտատիրոջ ձեռքում եւ այստեղ լուծում է պետք գտնել եւ միակ լուծումը իհարկե նոր թվային տեխնոլոգիաների միջոցով նախ ամբողջ երկրի քարտեզագրումը եւ բոլոր արկագույքի եւ համապատասխան հողատարածքների նոր թվային տեխնոլոգիաների միջոցով թվային տիրույթում ամրագրումը, որը թույլ չի տա հետագայում նման խնդիրներին բախվել։ Ցավոք դեռ նման խնդիրներ կա եւ դա այն դասական վեճերից է, որը իմ կարծիքով մեր հայրենակցի հարցը կարող էր տրվել եւ 18 եւ 17-րդ դարերում եւ մեր թվարկությունից առաջ, որովհետեւ այս քաղաքացիական իրավունքի ամբողջ ձևավորումը եւ հայցատեսակների մեծ մասի այդ եկել են իրավիճակից, երբ քաղաքացիների միջև առկա է վեճ կապված հողակտորների օգտագործման հետ։ Իհարկե մեխանիզմների կատարելագործման կարիք ունենք, բայց եթե շատ անկեղծ լինեմ, նախ տվյալների բացակայության պարագայում, փաստական տվյալների բացակայության պարագայում շատ դժվար է որոշակի հետևություններ անել։ Երկրորդը պետք է կոչ անենք մեր հայրենակցին այդուհանդերձ փորձի իրավական ճանապարհներով առնվազն փաստաթուղթ ներկայացնելու միջոցով հասնի մի հանգրվանին, որտեղ կարող է թե գործադիրը, թե օրենսդիրը դերակատարություն ունենա, որպեսզի մենք կարողանանք վերջնական եւ համապարփակ պատասխան ունենալ նշված հարցին։ Խնդիրը կա, խնդիրը պետք է արձանագրենք, մենք բոլորս խոսում ենք դրա մասին, բայց նոր համակարգը, որը տեղադրվում է, նոր թվայնացման գործընթացը ամբողջությամբ, այսօր քիչ խոսեցին թվայնացումից, թվայնացումը թույլ կտա հետագայում խուսափել նման խնդիրներից, թե իրավական, թե փաստացի առումներով։ Սա է ընդհանուր իրավիճակը, իսկ մեր գործընկերներին պետք է նաև խնդրեմ, եթե հնարավոր է իրենց լիազորությունների շրջանակներում ուշադրության կենտրոնում պահել այս եւ նման խնդիրները, իսկ մեր սիրելի քաղաքացուն պարզապես պետք է խնդրեմ կամ գրավոր ընդհանցակարգով դիմի պատկան մարմիններին, ենթադրում եմ խոսքը այստեղ վերաբերում է եւ մարզպետարանին, եւ համայնքի ղեկավարին, եւ տեսականորեն կադաստրի պետական կոմիտեին, եւ եթե կա անհրաժեշտություն նաև օրենսդիր կամ գործադիր մարմիններին հստակ նշելով իր պահանջով գցելով այն բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է վերջնական որոշում կայացնելու համար, որովհետև շատ սպեկուլատիվ կլիներ, եթե մենք հիմա վերջնական որոշում ներկայացնեինք առանց բոլոր փաստական հանգամանքներին ծանոթ լինելուն։ Թեև շատ դեպքերում քաղաքացիները այս նման արագ որոշումներ են ակնկալում, գիտակցելով նաև, որ այդպիսի որոշումները շատ արագ կայացվել չեն կարող։ Բարև ձեզ։ Մխիթարյան ատոմ, քաղաք Երևան։ Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության արտադրության նախարար Տիկին Սրփուհի Գալյանին։ Հարգելի Տիկին Գալյան, ես կցանկանամ տեղեկանալ, արդյոք ներկայումս միջոցառումներ են իրականացվում Հայաստանում, հատկապես համայնքներում նոտարական գործարքները օնլայն հարթակներով իրականացնելու համար։ Այստեղ առկա է խնդիր, որտեղ օրինակ իմ մասով ունեմ ժառանգությամբ ստացված հողամաս Մարտունի համայնքում եւ տարբեր պատճառներով երբեմն լրացուցիչ փաստաթղթերի պահանջով, երբեմն անհիմն փաստաթղթերի պահանջով եւ անհասկանալի ձգձգումներով, ինչպես նաեւ հերթերի արկայությամբ պայմանավորված ծախսում եմ շատ եւ ժամանակի ռեսուրսներ եւ ֆինանսական ռեսուրսներ եւ ներկայումս բազմաթիվ ամիսներ անց իմ նոտարական վավերացման հարցը դեռևս չի լուծվում։ Կցանկանամ տեղեկանալ ինչպիսի միջոցառում է իրականացվելու ոչ շատ հեռու ապագայում, որպեսզի մենք կարողանանք ազգաբնակչությանը ընդհանրապես կարողանա իր նոտարական վավերացումները իրականացնել օնլայն հարթակի միջոցով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ոչ հեռու ապագայում մենք ակնկալում ենք ունենալ նոտարական գործի թվային հարթակ, որը ունակ կլինի սպասարկել մեր
քաղաքացիներին հեռավար տարբերակով, ինչ է սա նշանակում, որ նոտարական ծառայությունները ապագայում պետք է կարողանան մատուցվել նաև էլեկտրոնային տարբերակով, հնարավորություն ձեռելով մեր քաղաքացիներին առանց նոտարական գրասենյակ այցելելու կնքել որոշակի գործարքներ։ Իհարկե գործարքների կնքման հնարավորությունը պետք է լինի որոշակի կանոնների խստագույն պահպանմամբ, մասնավորապես մենք պետք է այդ համակարգի օգտագործմամբ ապահովենք անձի խիստ նույնականացումը ESM համակարգի միջոցով, ինչպես նաև տեսազանգի հնարավորություն կարողանանք ապահովել նոտարի համար, որպեսզի նոտարը կարողանա ի վիճակի լինել ստուգել անձի նույնությունը եւ իհարկե ինչ որ առումով նաև նրա գործունակությունը, գործարքներ կնքելու իրական հնարավորությունը եւ այս ամենի ապահովմանը միտված թվայնացման խորհրդի դրական գնահատականին արժանացել է այն կոնցեպտը, որի մասին որ ես հենց նոր խոսեցի եւ հիմա այլևս հայտարարված է գնման մրցույթ, որի արդյունքների ամփոփումից հետո արդեն մենք կսկսենք բուն ծրագրի մշակման աշխատանքը։ Սա նշանակում է, որ նախորդ թիվ արդեն տեխնիկական առաջադրանքը մշակված էր եղել եւ ներկայացված էր եղել այլևս գնումների գործընթացը սկսելու համար։ Սա թվայնացման օրակարգի, այդ բազմաշերտ օրակարգի մի մասն է միայն եւ օգտվելով առիթից ուզում եմ խոսել քաղաքացիների կյանքը հեշտացնող նաև այլ թվային լուծումների մասին, մասնավորապես իրավաբանական անձանց գրացման պետական ռեգիստրի թվային հարթակը նոյեմբեր ամսից կարելի ասել ամբողջությամբ գործարկվելու է եւ քաղաքացիները հնարավորություն են ունենալու on-line գրանցել ցանկացած իրավաբանական անձ, որը ենթակա է գրանցման պետական ռեգիստրում, իհարկե իրական շահառուներին վերաբերյալ տվյալները նորովի կներկայացվեն նոր թվային հարթակում եւ հաջորդ լուծումը, որի շուրջ մենք այժմ աշխատանքներ ենք իրականացնում, վերաբերում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթին, նախ հանդես ենք եկել քաղաքացիների կողմից իրենց պատկանող անձնական տվյալները թվայնացնելու առաջարկով, այսօր քաղաքացիները կարող են հենց իրենք on-line կարգով հայտ լրացնել, խնդրելով պատկան մարմնին թվայնացնել իրենց վերաբերող այս կամ այն փաստաթուղթը եւ կարիք չունենալ այցելել համապատասխան պետական մարմին եւ դիմում լրացնել ձեռքով ստանալու համար պահանջվող փաստաթուղթը եւ հաջորդ կարևոր քայլը, որը առաջիկայում նախատեսում ենք անել, դա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից իրականացվող գործառույթների ամբողջական թվայնացումն է։ Սա եւս քայլ առաջ է մեր քաղաքացիների կյանքը հեշտացնելուն ուղղված։ Ես ավելացնեմ համաձայնելով Տիկին նախարարի հետ, մենք նաև կառավարության կողմից նախատեսվող բարեփոխումների շրջանակներում նախատեսում են նաև համարագրել անձի կողմից պետական մարմիններին կյանքում մեկ անգամ նույն տվյալը ներկայացնելու հնարավորություն, այսինքն եթե պետական մարմին անձը ներկայացել է ինչ որ տվյալ, անձնական տվյալ, այլևս քաղաքացուց այդ տվյալը որևիցե պետական մարմին չպետք է ուզի այդ տվյալները կան։ Սա պատասխան էր մեր քաղաքացու կողմից բարձրացված այն հարցին, թե իրենից անհիմն փաստաթղթեր են պահանջում անդադ։ Եթե այդ փաստաթուղթը ներկայացվել է կյանքի որոշակի փուլում որևիցե պետական մարմին եւ տեղեկատել որոշակի շտեմարաններում, այն պետք է մշտապես արկա լինի։ Միանշանակ համաձայն ենք նրա հետ, որ մենք պետք է գնանք նոտարական գործարքների եւ նոտարական գործունեության թվայնացման ճանապարհով, սա շատ կարևոր է, բայց այստեղ նաև մեծ դաշտ է բացվում այդ նույնականացման հարթակում, նույնականացման բոլոր էլեմենտները հաշվի առնելով, որովհետև դուք գիտեք, ցավոք մենք նախկինում բախվել ենք դրվագների հետ, որ կեղծ նոտարական գործարքների միջոցով կամ նոտարին անտեսելու միջոցով փաստաթղթերի հիման վրա գործարքներ են տեղի ունեցել, որը որևիցե եղանակով չի բարձրացրել ոչ նոտարիատի, ոչ նոտարական գործարքի, ոչ պետության հեղինակությունը, մենք պետք է աշխատանք տանենք այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս
այս թվային հարտականցնելու միջոցով բացառանքային ցանկացած դեպք, երբ deepfake-երի կամ որևիցե այլ եղանակով կեղծում են անձի տվյալները։ Թեև պետք է ասեմ անկեղծ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք շատ գործարքներ դատարաններից տեղափոխել ենք դեպի նոտարական գրասենյակներ, գուցե նաև պետք է մտածել հետագայի համար, սա հետագայում անելիքի խնդիր է, թե արդյոք մենք չպետք է ունենանք ավելի շատ նոտարական գրասենյակներ եւ ավելի շատ գործարքներ չպետք է իրականացվեն նոտարական գրասենյակների կողմից, բայց այդուհանդերձ թվային նոտարիատի գաղափարը շատ ընդունելի եւ այն պետք է իրագործվի, այն իրագործելը բերելու է իր հետ եւ նոր հնարավորություններ եւ նոր մարտահրավերներ, եւ այդ մարտահրավերները մենք պետք է կարողանանք կանոնակարգենք, որպեսզի չբախվենք իրավիճակի հետ, երբ թվային հարտակից օգտվելուց մեծ թվով չարաշահումներ տեղի կունենան։ Հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ այս ձևաչափը ստեղծված է, որպեսզի կարողանաք ուղիղ կապ հաստատել կառավարության անդամների եւ ազգային ժողովի падգամավորների հետ, ուստի եթե ունեք հարցեր, հետևեք ազգային ժողովի եւ կառավարության սոցիալական հարթակներին եւ ուղղեք ձեր հարցերը WhatsApp հավելվածի միջոցով 044 900 800 հեռախոսահամարի միջոցով։ Խնդրեմ հաջորդ հարցը։ Ես Վլադիմիր Մնացականյանն եմ։ Ես 90 տարեկան եմ, 76 տարի մինչև 2011 թիվը բնակվել եմ Տերյան 13 հասցեով, որտեղ սեփականության իրավունքով մեր ընտանիքին պատկանել 7, 8 եւ 10 բնակարանները, չնայած իմ բոլոր ջանքերին եւ սահմանադրության 60-րդ հոդվածի սեփականության իրավունքը 2001 թվին հողային օրենսգրքի դրուկների Հայաստանի կառավարության որոշմամբ 30 նոյեմբերին 2006 թվին 1855-ն մեր որոշմամբ մեր տան տակի հողատարածքը եւ բազմաբնակարան շենքի բակի մեջ գտնվելիք չափաբաժինը սեփականաշնորհումը Երևանի քաղաքապետարանը մերժել է։ Արդյունքում մեր սեփականության դիմաց մենք համարժեք փոխհատուցում չենք ստացել։ Խնդրում եմ ինձ պատասխանեք, ինչպես կարող եմ վերականգնել իմ խախտված իրավունքները, այսինքն գրանցել իմ սեփականության իրավունքները հողատարածքի վրա եւ հատուցել կրած նյութական վնասները։ Ճիշտն ասած, քաղաքացու հարցադրումից այնքան էլ պարզ չէր այն հարաբերությունը, որի մասին տեսանյութում խոսվում էր։ Ես կարող եմ ենթադրել, որ գերակա շահի ճանաչմամբ հողատարածքների օտարման մասին է խոսքը, որի համատեքստում քաղաքացին իրավունք ունի ստանալու համարժեք փոխհատուցում։ Եթե դրա մասին է խոսքը, ապա օրենքով հստակ սահմանված են այն չափանիշները, որոնց հիման վրա այդ փոխհատուցումը տրվում է, մասնավորապես այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված է, որ փոխհատուցում պետք է լինի օտարվող գույքի շուկայական արժեքի չափով գումարած դրա 15%-ը։ Ես ուզում եմ նշել, որ այս հարաբերությունների նորացմանն է միտված նոր օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի ավելի խիստ չափանիշներ են սահմանվում կառավարության որոշումների ընդունման համար, որոնք վերաբերում են այս կամ այն տարածքը հանրային գերակա շահ ճանաչելուն, ինչպես նաև ավելի խիստ չափանիշներ են սահմանվում անձանց գույքը գնահատելու հետ կապված, նաև սահմանվում է հնարավորություն շուկայական արժեքից ավելի բարձր փոխհատուցում ստանալու, ոչ թե
15% ավել փոխհատուցման մասին է խոսքը, այլ գրեթե 30% ավել փոխհատուցման մասին է խոսքը, եթե քաղաքացին համաձայն է առանց դատարանում տվյալ հարաբերությունը վիճարկելու հանձնել, օտարել գերակա շահ ճանաչված գույքը։ Եթե ես սխալվում եմ եւ հարցադրումը չի վերաբերում իմ կողմից նշված հարաբերությանը, ապա կոնկրետ պատասխան տալ չեմ կարող եւ կարող եմ քաղաքացուն առաջարկել գրավոր դիմել արդարադատության նախարարությանը, ուղարկելով համապատասխան էլեկտրոնային հասցեին դիմում, մենք կառնենք այդ դիմումը քննության եւ կփորձենք քաղաքացուն պարզաբանել իր իրավունքները եւ նաեւ գտնել հնարավոր լուծում։ Ցավոք անցյալում ունեցել ենք պետական շահերով պայմանավորված, ճակերտավոր պետական շահերով պայմանավորված սեփականազրկման օրինակներ, որոնք ցավոք կրկին մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով վերականգնել, ինչ եմ ասում ցավոք, որովհետև այն մարդիկ, ովքեր կատարել էին այդ հանցագործությունները, այդպես էլ ի հայտ չեկան կամ չկարողացան ենթարկվել համարժեք պատժի, բայց պետությունը ես եւ դուք փոխհատուցեցիք այն վնասները, որոնք կրել են այդ անձիկ, ոչ պատշաճ սեփականության իրավունքի դատարացման, ոչ պատշաճ ընդհանրակարգի իրականացման հետ կապված։ Հիմա ես հասկանում եմ, որ մեր պատասխանները բավական հետաքրքիր են, բայց մեր հայրենակցին որովհետեւ բան չասեցին, դրա համար ես միանում եմ տիկին նախարարի խնդրանքին, դուք կարող պետք է իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եւս դիմել, մենք փորձենք նաեւ վերահասցեագրել ձեր դիմում այն սուբյեկտներին, որոնք գուցեև առավել իրավասու են այս հարցին պատասխան տալու, հասկանալու համար նախ, եթե խոսում եք չտրամադրված փոխհատուցման մասին, սա ավելի շատ քաղաքացիական իրավական ոլորտն է, պետության պոզիտիվ պարտավորությունների դաշտում է, եթե խոսքը վերաբերում է հանցավոր վարքագծի մասին, սա պետք է գնահատական ստանա դատախազության եւ քննչական մարմինների կողմից, այնպես որ ձեր կողմից ներկայացված տեղեկատվությունը այնքան էլ ամբողջական չէ, որպեսզի մենք կարողանանք վերջնական որոշում կայացնենք կամ վերջնական գնահատական տանք, բայց եթե դուք հնարավորություն ունենաք այդ փաստերը ներկայացնեք ազգային ժողովին կամ կառավարությանը, մենք փորձենք հետագա ընթացքի միջոցով ապահովել ձեր կողմից բարձրացած հարցերի պատասխանները։ Իսկ ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ սեփականության իրավունքը այն կարևոր իրավունքներից մեկն է, որը ըստ էության քաղաքացուն դարձնում է քաղաքացի եւ սեփականության իրավունքի պաշտպանություն Հայաստան պետք է գտնվի այն նույն մակարդակում, ինչ որ գտնում է եվրոպական ցանկացած ժողովրդավարական պետությունում։ Շնորհակալություն, հաջորդ հարցը։ Բարև ձեզ, հարգելի տիկին նախարար, խնդիրը բարդ եւ խառն է, բայց կփորձեմ հակիրճ ներկայացնեմ։ 2011 թվականին ընտանեկան անախորժությունների պատճառով մեզ պատկանող 40 տարվա տունը նախկին ամուսնուս եւ կադաստրի միջոցով կեղծ հասցեներով ոչ իրավաչափ գրառումներով իմ սկեսուրի անվան վաճառվել է կադաստրի աներորդուն։ Կեղծ գործողությունների մասնակից են կադաստրը, նոտարը, քաղաքապետի անձնագրային բաժնի պաշտոնյաները։ Այդ օրվանից վարչական դատարաններում փորձում ենք վերականգնել իմ եւ իմ երեխաների խախտված իրավունքները, սակայն մինչեւ օրս դատական նիստերը ձգձգվում են իրար հակասող որոշումների պատճառով։ Վճռաբեկ եւ վերաքննիչ վարչական դատարաններում մի քանի անգամ բողոքս բավարարվել է եւ ուղարկել նոր քննության, սակայն ստորադաս դատարանները Մեր Պետրոսյան, Դանիել Դանիելյանի հակասական որոշումներ են կատարել։ Ներկայումս ունենք վերաքննիչ վարչական բողոք, արդեն 7 ամիս է նորություն չունենք։ 2 օր առաջ հեռախոսազանգով իմացանք, որ նիստը նշանակվել է եկող տարվա մայիսին։ Անբարեխիղճ տան գնորդի հայցով կասեցվել էր մեր տան վտարումը, մինչդեռ 2022 թվականին Մեղրի ոստիկանությունը անտեսելով օրինական ուժի մեջ մտած որոշումը մեզ որակելով որպես ներխուժող խայտարակ ձևով վտարել է մեր տանից, որտեղ արդեն 3 տարի է գտնում է մեր գույքը, որից նորություն չունենք։ Ստորադաս դատարանը մի քանի անգամ մերժել է հայցի ապահովման միջնորդությունը։ Ներկայումս ընտանիքով ես երկրորդ կարգի անաշխատունակ հաշմանդամ եմ, անչափահաս թորնիկս, 2 աղջիկներս գտնվում ենք անօթևան վիճակում։ Իմ հարցը հետևյալն է, հարգելի նախարար. ինչպես կարող է արդարադատության նախարարությունը ապահովել, որ նման գործերը տարիներով չձգձգվեն եւ դատական ակտերը լինեն իրական արդարության արտահայտություն, այլ ոչ թե կեղծիքներով լղոզված միմյանց հակասող որոշումների շարք։ Ուստի խնդրում եմ ձեզ, ձեր միջնորդություն, միջամտությունը դատարանների գործերի անհարկի ձգձգումները հակասական եւ կողմնակալ որոշումների բացառելու, մեր իրավունքները պաշտպանելու, անօթևան մնալու իրավիճակը շտկելու, արդար եւ արագացված քննություն երաշխավորելու նպատակով ձեռնարկել անհապաղ միջոցառումներ, քայլեր։ Շնորհակալ եմ, հարգանքով Լաուրա Պողոսյան, Մեղրի գործարանային 12։ Սիրելի քաղաքացիներ, այնպես է ստացվել, որ այն նախարարության անվանումը, որը այս պահին ես եմ ղեկավարում,
Երբեմն տարընկալումների ալիք է բարձրացնում հանրության շրջանակներում այն առումով, որ մարդիկ պատկերացնում են, որ արդարադատության նախարարությունը կարող է միջամտել արդարադատության իրականացմանը եւ մենք մշտապես ասում ենք հետեւյալը, որ միայն անվանումը բավարար չէ գործառույթը նախարարությանը պատվիրակելու համար եւ իրականությունն այն է, որ արդարադատության նախարարությունը հանդիսանում է ոչ թե արդարադատություն իրականացնող, արդարադատության իրականացմանը միջամտող, դատարանների գործունեությունը վերահսկող մարմին, այլ արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմին։ Խնդրում եմ սա մշտապես նկատի ունենալ։ Ինչ վերաբերում է դատական գործերին եւ դատական պրոցեսների ձգձգմանը, ապա այս առումով նախարարության մշակած մոտեցումները բազմապիսի են, ես խոսքի սկզբում նշեցի այս մասին, մեր ռեֆորմները միտված են արագ, արդյունավետ եւ թափանցիկ դատավարությունների ապահովմանը եւ հետզհետե արդեն տեսանելի կլինի արդյունքը նշված նախագծերի ընդունման։ Կոնկրետ դատավորների հետ կապված, եթե հարցը բարձրացվում է, ես կարող եմ քաղաքացուն ուղղորդել հետևյալ ճանապարհով։ Եթե դուք դատավորի վարքագծում տեսնում եք վարքագծի խախտում, կամ եթե կարծում եք կամ վստահ եք, որ դատավորը թույլ է տվել դատավարական կամ նյութական իրավունքի այնպիսի կոպիտ խախտում, որը խաթարում է իր գործունեության բովանդակությունը կամ արդարադատության էությունը, ապա կարող եք դիմում ներկայացնել արդարադատության նախարարություն, որպեսզի արդարադատության նախարարությունը կարողանա որոշել կարգապահական վարույթ հարուցել կամ չհարուցելու հետ կապված հարցը քննարկելու համատեքստում։ Եթե ձեր բառամթերքում կան այնպիսի արտահայտություններ, որոնք վերաբերում են կեղծիքին, փաստաթուղթ կեղծելուն եւ դա արտացոլում է իրականությունը, ապա ես ձեզ կհորդորեմ, որպեսզի ներկայացնեք հանցագործության մասին հաղորդում, որովհետեւ մեր երկրում փաստաթուղթ կեղծելը, կեղծ փաստաթուղթ օգտագործելը քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին, թե կոնկրետ գործով որքան կտևի դատաքննությունը, ես ասել չեմ կարող եւ դա լավ է, որ ես ասել չեմ կարող, որովհետեւ ես չեմ կարող յուրաքանչյուր կոնկրետ գործով նմանաբովանդակ հարցին պատասխանել, որովհետև այդ հարցի պատասխանն իմանալը կնշանակի ակտիվ ներգրավվածություն դատավարական պրոցեսներին, ինչը անթույլատրելի է։ Ես կարող եմ ասել, որ ժամանակի ընթացքում բոլոր գործերի քննության տևողությունը մեր երկրում էապես կկրճատվի։ Կա մի արտահայտություն, ուշացած արդարադատությունը, մերժված արդարադատությունը եւ մեր քաղաքացիներից շատերի դժգոհությունը գալիս է հենց դատավարական ժամկետների բավականին երկար ցկվելուց։ Այստեղ պետք է օբյեկտիվ լինենք, որ շատ դեպքերում կողմերը եւս փորձում են տարբեր մեխանիզմներով ձգձգել արդարադատության իրականացումը, հաշվի առնելով նաեւ օրենսդրական խութերը, որոնցում կարող հայտնվի կողմը, բայց պետք է արձանագրենք հետեւյալը, բոլոր այն փոփոխությունները եւ բարեփոխումները, որոնց մասին խոսում է տիկին նախարարը, ուղղված են թե դատական ժամկետները կրճատելուն, թե դատարաններին բեռնաթափելուն, եւ մենք շարունակելու ենք այդ աշխատանքը իրականացնել, բայց նաեւ նույնիսկ այս պարագայում պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում դատավորների ընդհանուր թիվը մոտավորապես 2-2.5 անգամ ավելի ցածր է եվրոպական, միջին եվրոպական երկրներում առկա դատավորների քանակից։ Սա որևիցե եղանակով չպետք է դիտարկվի որպես արդարացում դատավորների կողմից ոչ որակյալ արդարադատության իրականացմանը, այլ պետք է պարզապես դիտարկվի որպես հարց, որը պետք է մշտապես գտնվի մեր ուշադրության կենտրոնում։ Եվ չափազանց կարևոր է, այո, դատարանին բեռնաթափել կամ ազատել դատարանին ոչ էական հարցերի քննարկման ռուտինի մեջ ներգրավելուց, այլ հնարավորություն տալ վերջիններից, որպեսզի նրանք կարողանան բովանդակային արդարադատություն իրականացնել եւ այդ արդարադատությունը իրականացնել այն ողջամիտ ժամկետներով, որը քաղաքացու մոտ նման հարցեր չի առաջացնի։
Սրա լուծման տարբերակներից մեկը, ինչպես արդեն նշեցին, կլինի ավելի արդյունավետ, ավելի թափանցիկ դատական համակարգ ունենալն եւ այդ դատական համակարգի միջոցով ժամկետների մեջ եւ միաժամանակ որակյալ արդարադատություն իրականացնելը։ Ինչ վերաբերում է քրեաիրավական ոլորտի հարցերին, որոնք բարձրացեց անուղղակիորեն հարցի հեղինակը, ապա տվյալ պարագայում հասցեատել դատախազությունն է, եթե խոսքը վերաբերում է դատավորի կողմից թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտման մասին, որը կարող հանգեցնի, ինչպես տիկին նախարարը ասեց, կարգապահական վարույթին, ապա եւ արդարադատության նախարարության խողովակ կարող եք օգտագործել եւ դատավորի ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին կարող եք դիմել, որոնք կարող են հարուցել նմանատիպ վարույթներ բարձրագույն դատական խորհրդում։ Այսքանը, բայց մենք շարունակաբար աշխատել ենք այս ուղղությամբ։ Մի բան պետք է ասեմ, որ դատարանների ծանրաբեռնվածությունը նաև պայմանավորված է նրանով, որ հասարակական հարաբերությունները եւ մեր քաղաքացիների կողմից իրավահարաբերությունների մեջ մտնելու շրջանակն է ընդլայնվել, եւ այդ շրջանակը նաև հանգեցնում է նրան, որ դատարաններում համեմատած օրինակ 90-ական թվականների 2000-ականների սկզբի հետ դատարան ներկայացված տարատեսակ հայցերի եւ հայցապահանջների թիվը էապես աճել է։ Սա էլ պետք է հաշվի առնենք հետագայի համար։ Ես Միլենա Կարյանն եմ, քաղաք Երևանից։ Տիկին նախարար, ըստ ձեզ դուրս կգա վիզաների ռեժիմը Եվրոպական միության երկրներից։ Արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ եւ իրատեսական է, որ մեկ օր մենք առանց վիզայի կմեկնենք Եվրոպա։ Վիզաների ազատականացումը կառավարության առաջնահերթ օրակարգն է եւ այս առումով քայլերը իհարկե ձեռնարկվել են եւ շարունակում են ձեռնարկվել։ Եվրոպական միության մեր գործընկերների հետ կարելի է ասել մշակել եւ վերջնականացրել ենք գործողությունների ծրագիրը, խոսքային գործողությունների մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի, որպեսզի հավակնի առանց վիզայի Եվրոպա մուտք ունենալու իրավունք ունենալ եւ բացի սա պետք է նշեմ, որ Եվրոպայի հետ մեր հարաբերությունները վերջին շրջանում բավականին լավ ալիքի վրա են այն առումով, որ իրականացվող ծրագրերը բազմաթիվ, բազմավոլորտ, բազմաշերտ ու բազմապիսի են։ Մենք ունենք գործող ընդլայնված եւ համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որի ճանապարհային քարտեզը ներկայում թարմացվում է հենց արդարադատության նախարարության առաջնորդությամբ։ Այդ ճանապարհային քարտեզը միջոցառումների յուրահատուկ ծրագիր է, որի կատարման պարտականություն ունի ամբողջ կառավարությունը եւ նախարարությունները ամեն մեկը իր ոլորտում ստանձնել է պարտականություն իրականացնել այս համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Իհարկե այս աշխատանքի պատշաճ կատարումը եւս մեծ դեր ու նշանակություն է ունենալու վիզաների ազատականացման հարցում։ Եվրոպական միության մեր գործընկերների հետ մենք ունենք նաեւ երկխոսությունները արդարադատության եւ մարդու իրավունքների ոլորտներում, որոնք տարեկան տեղի են ունենում եւ իհարկե գրանցվում է Հայաստանի Հանրապետության հաջողությունը, մասնավորապես այդ գնահատականի շրջանակներում է այդ գրանցումը տեղի ունենում։ Ինչ վերաբերում է բուն վիզաների ազատականացման գործընթացին, ապա կրկին նշեմ, որ այն գործողությունների ծրագիրը, որ պետք է իրականացվի, մոտ ապագայում կարծում եմ, որ կվերջնականացվի եւ արդեն պարզ կլինի, թե ինչ է ակնկալվում Հայաստանի Հանրապետությունից, որպեսզի վերջինս անի այս խնդրի վերջնական լուծման համատեքստում։ Եթե դեմ չեք ավելացնեմ, կարևորագույն հարց է բարձրացնում քաղաքացին եւ նա եզակի չէ այս առումով։ Մեզ նաեւ որպես խորհրդարանականներ հաճախ են դիմում տարբեր քաղաքացիներ բողոքելով այն մասին, որ Եվրամիության երկրների կամ Շենգեն գոտու երկրների կողմից վիզաների տրամադրման գործընթացը բավականին բարդացել է վերջին շրջանում եւ դա իրականում պայմանավորված է նաեւ նրա հետ, որ Հայաստանից շատ էժան ուղղություններ են բացվել եւ հնարավորություններ դեպի Եվրամիության տարբեր երկրներ մեկնելու համար, դրանով պայմանավորված քաղաքացիները ավելի շատ են սկսել դիմել տարբեր դեսպանատներ եւ
նաև այդ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված վիզաների տրամադրման գործընթացը թե ձգձգվում է, թե նաև որոշակի բարդություններ են առաջացել։ Այս առումով պետք է ասեմ, որ թե ես, թե գործընկերներս, այդ թվում եւ պարոն Վարդանյանը, ղեկավարելով տարբեր բարեկամական խմբեր Եվրամիության տարբեր երկրների հետ, նաև մեր գործընկերների արժեվ բարձրաձայնում ենք այս խնդիրը եւ նաև խնդրում ենք հնարավորինս մեր քաղաքացիների համար վիզաների տրամադրման գործընթացը ավելի պարզ եւ դյուրին դարձնել, ինչևէ բնականաբար նաև ինչպես տիկին նախարարը նշեց, բավականին արդյունավետ աշխատանք է իրականացվում առանց վիզայի ռեժիմի անցման ուղղությամբ։ Պետք է նշեմ, որ ամիսներ առաջ արդեն մեկնարկել է երկխոսությունը Եվրամիության հետ, որի նպատակը հենց առանց վիզայի ռեժիմի անցումն է, բայց նաև պետք է ասեմ, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունը տնային աշխատանք ունի անելու, որի մի մասի նաև խոսեց տիկին նախարարը։ Մենք պետք է անցում կատարենք ամբողջությամբ բիոմետրիկ անձնագրերի, որովհետև եթե մենք ակնկալում ենք, որ մի երկիր մեզ թույլ տա առանց վիզայի մուտք գործել իր մոտ, բնականաբար մենք պետք է կարողանանք ապահովել մեր քաղաքացիներին բիոմետրիկ անձնագրերով, որը հնարավորություն կտա տարբեր Եվրամիության երկրների սահմանապահ ուժերին միանգամից իրենց համակարգչում այդ անձնագիրը անցկացնելով, տեսնելով է այս քաղաքացին, ինչ հետագիծ ունի, այսպես ասած եւ այլն, եւ թույլ չտալ ներս գործել, եթե ինչ-որ կասկածելի բաներ հայտնաբերվեն։ Այս առումով բնականաբար բիոմետրիկ անձնագրեր ունենալը շատ կարեւոր է եւ այս ուղղությամբ մենք արդեն իսկ աշխատում ենք մյուս տնային աշխատանք, որ մենք պետք է կատարենք, առողջապահության պարտադիր ապահովագրությունը եւ այս առումով նույնպես գիտեք, որ առողջապահության նախարարությունը, ամբողջ կառավարությունը բավականին ինտենսիվ կերպով աշխատում է, ազգային ժողովում պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում այս առնչությամբ եւ նաեւ ինչպես տիկին նախարարը նշեց, մարդու իրավունքների եւ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներն են այս առումով կարեւոր։ Մի խոսքով process է ընթանում մեր տնային աշխատանքի կատարման ուղղությամբ եւ կարծում եմ, որ մոտավորապես 3 կամ 4 տարի ժամկետ կտրվածքով մենք այդ տնային աշխատանքը անելուց հետո կարող ենք ակնկալել, որ առանց վիզայի ռեժիմով կկարողանան մեր քաղաքացիները ուղևորվել Եվրամիության կամ Շենգեն գոտու տարբեր երկրներ։ Ես ընդհանրապես ասեմ, որ մենք վիզաների ազատականացման հարցը ոչ միայն Եվրոպական միության հետ, այլ ընդհանրապես մեր գործընկեր երկրների շատերի հետ դիտարկում են որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիության եւ անձնագրի արժեվորման գործընթացի մաս, վերջի շրջանում ենք առնվազն եթե չեմ սխալվում Միացյալ Արաբական Էմիրությունների եւ Կատարի հետ ունեցանք պատասխան համաձայնագրեր, որոնցով ըստ էության այլևս հայ քաղաքացիներին չի պահանջվում մուտքի արտոնագիր այդ երկրներ հաճախելու համար։ Եվրոպական միությունը իհարկե որոշակի առումով ավելի բարդ է հաշվի առնելով, որ անհրաժեշտ է ոչ միայն Եվրոպական միության, այլ նաև Եվրոպական միության անդամ պետությունների, բոլոր անդամ պետությունների համաձայնությունը, որպեսզի այն կյանքի կոչվի, պետք է արձանագրենք, որ ցավոք Եվրոպական միությունը որոշակի չեմ ասի նեգատիվ, բայց որոշակի խնդրահարույց փորձ ունեցել է նախկինում նման ազատականացման տրամադրելով այս կամ այն պետությանը եւ որոշակի առումով անուղղակիորեն մենք ենք դառնում այդ ցախողումների անուղղակի զոհը, բայց պետք է նշեմ հետեւյալը, որ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կատարի իր արդեն ստանձնած պարտավորությունները, նույնիսկ առանց վիզաների ազատականացման մենք շատ ավելի հստակ համագործակցենք Եվրոպական միության մեր գործընկերների հետ, թե ռեադմիսիայի հարցով, թե մնացած ոլորտներում համապատասխան արդյունավետ համագործակցություն իրականացնելու միջոցով, որպեսզի այս գործընթացը նախ վիզաների տրամադրման արագացման գործընթացը, որը կարծես թե որոշակի առումով տեղից շարժվել է, որտեղ տարբեր դեսպանություններ բացել են արդեն վիզա կենտրոններ, որոնք հնարավորություն կտան շատ ավելի արագ մշակել դիմումի արտոնագրեր եւ գնալ առաջ, եւ արդյունքում մենք ունենանք վիզաների ազատականացման մեխանիզմներ Եվրոպական միության հետ համաձայնեցված, որը նաեւ փոխադարձ ձեռնտու կլինի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ԵՄ մեր քաղաքացիների համար, որովհետեւ դա ավելի ակտիվ կդարձնի թե զբոսաշրջության, թե բիզնես շրջանակների փոխադարձ հետաքրքրվածությունը համապատասխանաբար Հայաստանով եւ Եվրոպական միությունով։ Այսքանը մենք պետք է արձանագրենք, որ չի անցնում որևիցե մի հանդիպում Եվրոպական միության մեր գործընկերների հետ, որին մենք թե ես, թե Տիկին Ջուլակյան, թե մեր այլ գործընկերներ, որոնք ներգրաված են
բարեկամական խմբերի կամ խորհրդարանական հարթակների հետ, միջխորհրդարանական հարթակների հետ համագործակցության մեջ, եւ մենք չբարձրացնենք այս հարցը մշտապես կարմիր թելով անցնում է մեր գործունեության ընթացքում, իսկ արդյունքներով հետաքրքրված ենք բոլորս եւ մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը, ինչքան շուտ մեր տնային աշխատանքը կատարենք, այդքան ավելի շատ կարողանանք պահանջենք մեր գործընկերներից, որտեղ տնային աշխատանքը կատարած լինելու պարագայում կարծես թե մեր առջև դրված որևիցե լրացուցիչ պարտավորություն չի մնա։ Հուսանք, որ այդ գործընթացը շատ երկար չի տևի, բայց նաեւ պետք է ակնկալել, որ վիզաների ազատականացումը կսկսվի վաղ։ Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ եթերում հարցնում է քաղաքացին հաղորդաշարի 5-րդ թողարկումն էր եւ այն նվիրված էր արդարադատության ոլորտին։